Ողջույն։ Հայաստանում հաստատված քաղաքական համակարգը, որը ըստ էության քրեա օլիգարխիկ բավականին մեծ բաղադրություն ունի, ըստ էության հայտնվել է որոշակի ճգնաժամային իրավիճակների առջև։ Եվ մենք այսօր խոսելու ենք հենց քաղաքական համակարգում առաջացած ճաքերի, դրանց որոշակի նրբությունների, պատճառահետևանքային կապերի մասին, եւ այսօր Ագորայում մեզ հյուրընկալվել է պատմաբան, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։ Ողջույն, պարոն Սարոյան։ Միանգամից անցնենք հենց թեմային, Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, որոնք են ըստ պատմականորեն եւ քաղաքագիտական դրանց այսպես հիմնավորումները եւ առանձնահատկությունները։ Քանի որ նշեցիք պատմական կոնտեքստի մասին եւ գտնում եմ դա ճիշտ է պատմականից գալ քաղաքագիտական եւ ներկա ասենք օրերի իրադարձությունների հետ կապված ներկայացնել վերլուծություն, պատմական կոնտեքստի հետ կապված, որը քաղաքագիտության պատմության եւ քաղաքագիտության փիլիսոփայությանն է վերաբերում, պետք է ուրեմն նշել քաղաքագիտության ծագման ուրեմն ընդհանուր գործոնը եւ դա կապված է Արիստոտելի անվան հետ, առաջինը գիտությունը կարգաբերեց Արիստոտելը անտիկ ուրեմն փիլիսոփաներից եւ մի բաժինը ինչպես շատերս գիտենք կոչվում էր պոլիտիկա եւ դա վերաբերում էր ուրեմն հանրային կյանքին եւ քաղաքական կյանքին ընդհանրապես գիտություն հանրային կյանքի կառավարմանը եւ քաղաքական կյանքի կառավարմանը եւ այդ տեսանկյունից որպեսզի շատ չծանրաբեռնվի ուրեմն մեր խոսքը նյութը միանգամից անցնեմ այն հիմնական ուրեմն տարաբաժանմանը կամ կառավարման բաժանումներին, որը ընկած է ներկա գիտության նաև հիմքում, քաղաքագիտության հիմքում։ Ուրեմն ըստ կառավարման ձևի Արիստոտելը ուրեմն բաժանում էր 3 հիմնական մասի էր բաժանում եւ որը նաև այսօր էլ եթե բոլորս նայենք աշխարհում ուրեմն պետությունների կառավարման ձևերին ընդհանրապես բոլորը այդ 3 հիմնական ձևերի մեջ են մտնում, պարզապես Արիստոտելը դրանք իրենց հերթին, ամեն մեկը իրենց հերթին բաժանում էր որպես ճիշտ ձև եւ սխալ ձև։ Եվ այդ կառավարման ձևերը ուրեմն որոնք էին։ Առաջինը մեկի իշխանությունն է, երկրորդը քչերի իշխանությունն է եւ երրորդը շատերի իշխանությունն է։ Բացարձակ բոլորի իշխանություն հնարավոր չէ որ լինի։ Տեսականորեն հնարավոր չէ, շահերը այնպես են բախվում մարդկանց քաղաքական կյանքում, հանրային կյանքում եւ բնական է, որ այս բաժանումը չէր կարող ուրեմն դարերի ընթացքում փոխվել, եթե խոսքը վերաբերում է ուրեմն կառավարման գիտությանը ընդհանրապես եւ քաղաքականությանը ընդհանրապես։ Արիստոտելը ինչպես էր դիտարկում ուրեմն ճիշտ եւ սխալ ձևերը այդպես։ Մեկի իշխանության ճիշտ ձևը դիտարկում էր թագավորական իշխանությունը, սխալ ձևը տիրանիան եւ ընդհանրապես սխալ ձևերի մեջ կարելի է բոլոր դասակարգումների ուրեմն առումով սխալ ձևերը կարելի է մի շարք տարբեր ձևեր լինել դեսպոտիա եւ այլն ասենք մեկի կառավարման դեպքում քչերի իշխանության ճիշտ ձևը ըստ Արիստոտելի ուրեմն արիստոկրատիան էր ազնվապետությունը այդպես ասած իսկ սխալ ձևը ուրեմն օլիգարխիան բայց ինքը նույնպես ասենք իր սխալ տարբեր ձևեր կարող է ունենալ եւ եղել է պատմության ընթացքում շատ են եղել կարելի է շատ ասենք անդրադառնալ նաեւ այլ սխալ ձևերի եւ այլն եւ ըստ Արիստոտելի ուրեմն երրորդը շատերի իշխանության ճիշտ ձևը պոլիտեան էր իսկ սխալ ձևը դեմոկրատիան Իհարկե սա գիտական ուրեմն տերմինաբանությամբ եւ գիտական բացատրությամբ է, որովհետեւ այն ինչ որ ասվում է դեմոկրատիայի հետ կապված Արիստոտելը այսօր որոշակի առումով ընկած է նաեւ իր նշած պոլիտեայի մեջ եւ մենք շատ հարաբերական պետք է մոտենանք այդ դեմոկրատիային։ Ավելի շատ ուրեմն դեմոկրատիա ասածը որպես սխալ ձև, դա
գիտականորեն ներկայիս ամբողջավարությունն է եւ օխլոկրատիան այդպես ասած։ Ուղղակի որպեսզի չծանրաբեռնվի այս ամեն ինչը ես նորից այդ շղթան ուրեմն ներկայացնեմ շատ ավելի մի քիչ տարաբաժանելով թե էությունը հասկանալու համար։ Ուրեմն ինչպես էր նախ Արիստոտելը գտնում էր, որ ինչպես պետության բնական օրգանիզմը ընտանիքն է եւ ինչպես ընտանիքը իր կառավարման ձևն ունի, այնպես էլ դա պետք է ուրեմն պետության մեջ ներկայացված լինի եւ այդպես էլ ներկայացվում է, այսինքն պատրիարխալ տան ուրեմն կառուցակարգն է, որտեղ հայրը սիրով է լցված իր զավակների հանդեպ եւ այդ սիրով դրդված է, որ նա ուրեմն ամբողջ պետությունը կառավարում է, դա հենց թագավորական իշխանությունն է եւ այդ ժառանգման ինստիտուտն էլ այդպես գալիս է թագավորական, որովհետեւ բոլորը բնական է, որ ավակ որդին պետք է լինի, բոլորը լսեն, որպեսզի տան մեջ կայունություն լինի, համերաշխություն լինի, նյութական բարիքների, ասենք, բարեկեցություն լինի։ Եվ սխալ ձևը, երբ որ ուրեմն կառավարողը ոչ թե լցված է այդ համերաշխությամբ, ուրեմն բարեկեցության եւ այլ, այլ անձնական ինչ-որ շահերից դրդված, իր անձնական շահերից դրդված եւ ընդհանրապես ողջ գիտությունը անտիկ անդրադառնում էր համընդհանուր բարիքի գաղափարին եւ Արիստոտելի պոլիտիկայում էլ հենց դա է ընկած հիմքում կառավարման ձևերի, թե արդյոք կառավարողները ընկալում են ուրեմն իրենց կառավարումը ուղղված է ինչին, ինչ որ մասնավոր շահերի, թե ընդհանուր շահերին, այսինքն համընդհանուր բարիքին է ուղղված իր կառավարումը, թե ինչ որ մասնավոր բարիքին է ուղղված կառավարումը։ Դրանով էլ որոշվում է ճիշտ ձև եւ սխալ ձև ըստ Արիստոտելի եւ այսպես դա մեկի իշխանությունն է, քչերի իշխանության ժամանակ ուրեմն ազնվապետությունը, արիստոկրատիան նմանապես կառավարում է, ճիշտ է կառավարողները քչերն են կառավարում, բայց նրանց կառավարման ուրեմն ամբողջ բանը կառավարման առարկան համընդհանուր բարիքին է ուղղված, այսինքն կարիք կա հարմոնիայի մեջ պահելու ողջ հանրությունը կամ պետությունը, այսինքն պետության մեջ եղած հանրությունը, այդ հարմոնիկ ուրեմն համակարգն է, որ ստիպում է, որ ճիշտ կառավարման ձև լինի, որովհետև նրանց մոտիվացիան, այդպես ասած, համընդհանուր բարիքն է։ Ի տարբերություն դրա քչերի սխալ ձևը կամ սխալ ձևերը նրանք են, որոնք մի կողմ են թողնում հանրային բարիքը, համընդհանուր բարիքը եւ ուղղված է նրանց գործունեությունը իրենց քչերի շրջանակում եղած շահերին, իրենց բարիքի ուրեմն բազմապատկմանը, վերարտադրմանը, պաշտպանությանը, անվտանգությանը եւ այլն։ Նմանապես եւ շատերի իշխանությունը, եթե այդ շատերը իշխում են, բայց դա ուղղված է ընդհանրապես ողջ հանրության, ուրեմն ընդհանուր բարիքի պաշտպանությանը, դա ուրեմն ճիշտ կառավարման ձև է եւ սխալ կառավարման ձևը նա է, երբ որ արդեն խախտվում է այդ բանը եւ դա վերածվում է ինչ-որ առանձին շատերի առանձին կառավարմանը, որը չի հաշվի նստում, ասենք փոքրամասնության։ Մենք գիտենք մենշևիկ, բոլշևիկ եւ այլն, ինչ շատ լավ օրինակ է, որ ժամանակին, ասենք թե կային բոլշևիկներ, մենշևիկներ 100 տարի առաջ եւ ինչ մենք տեսանք, ասենք մենշևիկների, էսերների կամ մնացածների հետ կապված քաղաքական շահերը ինչպես ոտնատակ տվեց, այսինքն շատերի իշխանության կառավարման ձև, բայց որը սխալ կառավարման ձևեր իրենից ներկայացնում։ Եվ գիտական հենքով եթե մոտենանք, սա են ուրեմն կառավարման հիմնական ձևերը, որ տեսականորեն ուրեմն եթե մոդելավորենք, նման մոդելներ կարող են լինել։ Այստեղից արդեն ծագում են, ասենք, մի շարք կառավարման այլ ձևեր, որոնք տվյալ մոդելի մեջ են արդեն, բայց տեսական հիմքը սա է։ Օրինակ, քչերի իշխանության հետ կապված կլեպտոկրատիան, գողերի իշխանությունը, դա քչերի իշխանություն է, այսինքն նրանք իրենց կոնկրետ շահերին ուղղված եւ կառավարում են որոշակի շահերից ելնելով, ոչ թե նյութական հենքն է, այլ իրանց հանցավոր, ասենք թե համախմբման հանցավոր ուրեմն սկիզբն է, որ բերում է, ասենք թե եւ հանրության վրա իրենց դիկտատն են հաստատում։ Եվ նման կարգի, ասենք թե բազում կառավարման ձևեր են, կան գիտությունը ուսումնասիրել է, դրանցից մեկն էլ քրեաօլիգարխիան է, այն ինչ որ մենք ասենք այսօր տեսնում ենք։
Ես կցանկանայի նաև բայց մի գիտական հենք եւ պատմության անդրադառնալիս քաղաքագիտության պատմության անդրադառնալիս եւ ֆիլիսոփայության անդրադառնալիս անտիկ գիտությունից մի հեղինակել մեջ բերել, որովհետեւ դա նույնպես շատ էական է հասկանալու համար ներկա քաղաքական գործընթացները։ Խոսքը Պոլիբիոսի մասին է, արդեն մթա 2-րդ դարի հեղինակի, ի տարբերություն Արիստոտելի 4-րդ դար, որտեղ ուրեմն Պոլիբիոսը քննարկում է ցիկլայնության գաղափարը, կարևոր է որ մենք հասկանանք եւ խառը կառավարման ձևերի հիմնավորապես անդրադառնում է խառը կառավարման ձևերին եւ ինչպես է նա ասենք բնութագրում այդ ցիկլայնությունը ինչպես եղավ ուրեմն երբ որ հանրությունը քաղաքական գիտելիքների, քաղաքական առաջընթացի գիտական առաջընթացի եւ այլնի պատճառով խնդիր ունեցավ կառավարվելու սկզբից ըստ էության առաջ եկան առաջնորդները որոնք ֆիզիկական ուժի վրա էր հիմնված այդ ամբողջ առաջնորդությունը, բայց հետագայում արդեն ֆիզիկական ուժը բավարար չեղավ ուրեմն հանրային կառավարումը իրականացնելու համար, այսինքն այն հանրությունը, որը կառավարում էր առաջնորդը, եւ արդեն ի հայտ եկավ ուժի հետ նաեւ բանականության խելքի այդ գործոնը, եւ այստեղից արդեն ծնվեց թագավորական իշխանությունը։ Թագավորական իշխանությունը ինչ որ սերունդներ հստակ համընդհանուր բարիքին ուղղված, ասենք այդ կառավարման ձևով շարժվելուց ինչ որ ժամանակ հետո ըստ Պոլիբիոսի գալիս է մի որոշակի պահ, երբ որ ապականվում է ամեն ինչ, բարքերն են ապականվում հանրության մեջ, առաջին հերթին հենց կառավարողների բարքերն են ապականվում, տարբեր, ասենք, պատճառներով, ամենաթողության, իշխանության չարաշահման եւ այլն, զեղ կյանքի եւ այլն տարբեր պատճառներով եւ գալիս է մի պահ, երբ որ արդեն մեկի ճիշտ ձևը կառավարման մեկի իշխանության ճիշտ ձևը վերափոխվում է սխալ ձևի, այսինքն այդ ապական եւ գալիս է արդեն ստիպված այդ մեկը իր իշխանությունը պահում է բռնի ուժի միջոցով, դա տիրանիանն է, այսինքն ինչպես է բնական, ուրեմն գալիս հասնում, ուրեմն թագավորական իշխանությունը գալիս հասնում է սխալ ձևին, իր սխալ ձևին, տիրանիայի, դեսպոտիայի եւ ի հայտ են գալիս բռնակալներ եւ այլն։ Եվ այս կառավարման ձևը նույնպես կարող է որոշակի սերունդներով շարունակվել, բռնապետությունը անդադ լինի, միջև որ հավաքվում են որոշակի գիտակից մարդիկ, ազնվագույն առաքինություններով առաջնորդվող մարդիկ, որոնց միավորում է հենց այդ առաքինությունը, որ այսպես չի կարելի ապրել, ինչքան կարելի է ասենք դեսպոտի տակ եւ մեր արժանապատվությունը ոտնահարված եւ այլն, նաեւ հանրային բարիքը ոտատակ տված շահադիտական նկատառումներով եւ այլն, բայց հիմնական հենքը ուրեմն մոտիվացիան այդ առաքինի մարդկանց միջոցով գալիս մի շրջանակ է ձևավորվում, որոնք կարողանում են բռնապետին տապալել, ոչնչացնել կամ հեռացնել, փախցնել, բայց հաստատվում են արդեն ազնվապետական կարգեր, որտեղ արդեն առաքինությունն է գլխավոր ուրեմն մղիչ, ուրեմն կամ հանրության կարգավորիչ մեխանիզմը եւ դրանց միջոցով է համընդհանուր բարիքը կարգավորվում։ Ըստ Պոլիբիոսի այդ քչերի իշխանությունը, սակայն նորից սերունդների ընթացքում նորից այն պատճառներով, ինչ պատճառներով թագավորական իշխանությունը եկել էր դեսպոտիայի, տիրանիայի, այդ նույն ուրեմն իր ապականման միջոցով, բնական ապականման միջոցով գալիս է մի որոշակի ժամանակ, երբ որ նույն ուրեմն ազնվականները, ազնվապետությունը վերափոխվում է օլիգարխիայի եւ օլիգարխների, այսինքն ազնվականները դառնում են օլիգարխներ, նյութական շահի պատճառով, իրենց անձնական, ասենք, դրդապատճառներով եւ այլն, եւ կազմում են որոշակի մի շերտ, որը նստած է ողջ հանրության ուրեմն ուսերին, մեջքին եւ խմում է նրանց արյունը։ Եվ ժողովուրդը սա, ասենք թե կարող է որոշակի մի երկարատև ընթացք սերունդների նորից գնա օլիգարխիա, միջև որ ժողովուրդը հասկանում է, որ այսպես չի կարելի ապրել, նրանց ուրեմն կառավարումը ուղղված է ողջ հանրության դեմ, նրանք մսխում են իրենց, ասենք, ընդհանուր բարիքը, իրենց հաշվին են այդ ամեն ինչը կատարում եւ ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնում, տապալում է օլիգարխիային
եւ հաստատում է ժողովրդավարություն կամ այն ժամանակ, ասենք Արիստոտելը նկարագրում էր դա պոլիտեա եւ դա կապված էր արդեն զենքի ուրեմն քանի որ պետությունը անտիկ պետությունը զինուժի վրա էր զենքի գույքային ցենզի եւ այլն Արիստոտելը այդպես էր դիտարկում ասենք թե այդ շատերը ովքեր են որ հելնում են քչերի դեմ ապականված քչերի դեմ եւ տապալում են հետո այդ նույն շատերը իրենց հերթին ինչ որ մի ժամանակ հետո նույնպես ապականվում են եւ դա այդ շատերը վերածում են ամբողի այդ ամբողջավարությունը արդեն գալիս է մի այնպիսի վիճակ որ թույլ չի տալիս արդեն համակեցություն լինի երկրում եւ նորից ի հայտ է գալիս մի որոշակի առաքինի մարդ որը ասում է այսպես չի կարելի այսպես ձեր կյանքով ապրել այսպես ամբողջի ասենք բանի տակ ապրել որտեղ պաշտպանված չեն քչերի ուրեմն որոշակի փոքր շերտերի իրավունքները եւ այլն եւ այդ մեկի շուրջ համախմբվում է ողջ հանրությունը եւ ձևավորվում է նորից ուրեմն թագավորական իշխանություն եւ նույն շրջապտույտն է սկսվում այդպես մարդկության պատմության հերթական ցիկլն է սկսում սա որպես գիտական հենք ես ուղղակի մի հատ էլ կուզենայի անցնել արդեն գիտական քաղաքագիտական մյուս բանին Պոլիբիոսի որ կան խառը կառավարման ձևեր Եվ Պոլիբիոսը ապրելով հռոմեական պետության Հռոմի ծավալման այն դարաշրջանում, երբ որ Հռոմը արդեն Եվրոպայում մեծ քայլեր էր անում ողջ Եվրոպայում, սկսում է համատել եւ օրինակ նրա համար լավագույն այդ խառը կառավարման ձևերի մեջ բաններ Հռոմներ, որտեղ ասենք կոնսուլների իշխանությունը դա մեկի իշխանության արտահայտությունն էր, սենատի իշխանությունը դա քչերի իշխանության արիստոկրատիայի ուրեմն ճիշտ ձևի արտահայտությունն էր եւ ժողովրդական ժողովը Հռոմում դա ուրեմն շատերի իշխանության ճիշտ ձևի արտահայտությունն էր, այսինքն խառը ձև, որտեղ բոլորը ներկայացված են, համադրված են եւ դրա համար Հռոմը ունի ապագա եւ Հռոմը կարողանում է այլ կառավարման ձևերով առաջնորդվող պետություններին ծնկի բերել, որովհետեւ այնտեղ ավելի արդար է կյանքը, հանրությունը մոտիվացված է, կարողանում է իր ընդհանուր բարիքի համար առաջնորդվել եւ այդ խառը կառավարման ձևերով առաջ է գալիս։ Ահա գիտական այս հենքի վրա ես կցանկանայի նաեւ ուրեմն գալ քաղաքագիտությունը որպես գիտություն կառավարման արվեստ, կառավարման ուրեմն բնագավառը եւ մենք փորձենք հասկանանք մենք ինչ է իրենից ներկայացում քրեոլիգարխիան, որտեղից նա ծագեց, ծնվեց եւ հիմա դուք շատ համապարփակ ներկայացրիք Արիստոտելի Պոլիբիոսի այդ տեսությունները եւ շատ լավ է որ նաեւ ներկայացրիք հենց հռոմեական հանրապետությունում այդ խառը համակարգի գոյությունը, որը ըստ էության հանդիսանում էր հենց հռոմեացիների այդ կոմպրոմիսը, հա, այդ իշխանությունների եւ համադրությունը։ Հիմա եթե փորձենք Հայաստանի անկախության շրջանից ի վեր 1991 թվականից մինչև այժմ սա պատմության որոշակի հատված է, որի ընթացքում տեղի են ունեցել քաղաքական տարբեր փոփոխություններ եւ վայրիվերումներ։ Եթե փորձենք այդ մասնավորապես Պոլիբիոսի այդ տեսությունը պրոյեկտել այս ժամանակահատվածի վրա եւ փորձենք որոշակի ձևով մատնանշել, հա, այն հիմնական կետերը, որտեղ կան նմանություններ եւ տարբերություններ, ինչ մենք կստանանք ըստ ձեզ։ Այո, կարելի է ուրեմն անալոգիայի ուժով ուրեմն ներկայացնել մեր նաեւ անկախության պատմական ընթացքը, անկախ պետության բայց նախ միջև անդրադառնամ այդ անալոգիային պետք է ի վերջո ընդունենք, որ ոչ թե խոսքը օրինաչափությունների մասին է, այլ միտումների մասին։ Եվ պատմության ընթացքում չեն կրկնվում նույն բաները։ Ընդհանրապես կան որոշակի միտումներ, որոնք հիմք են տալիս խոսելու անալոգիայի մասին։ Այս միտումների մասին ենք մենք խոսում եւ այդ տեսանկյունից կարելի է անալոգիա անցկացնել եւ տեսնել մոտավորապես ինչպիսի ընթացք է եղել վերջի 25 տարվա ընթացքում։ Ուրեմն քաղաքական միտքը եւ ընդհանրապես մեր հանրությունը կասկածի չի դնում 91 թվականի ընտրությունների լեգիտիմության փաստը եւ այդ տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը կասկած իրենից չի թողնում որպես ժողովրդավարական կառուցած կարգ
Բայց խոսքը ես ժողովրդավարություն լայն առումով ժողովրդավարություն, բայց մեկի իշխանություն դիտարկենք, որը ի վերջո, ասենք մյուս նախագահական ընտրությունների ժամանակ գնաց բոլորովին այլ ուրեմն ճանապարհով եւ մեր հանրությունը գիտենք ոտքի կանգնեց այդ փաստից ելնելով թույլ չտալու համար ընտրությունների կեղծիքը, այն կեղծիքը, որ տեղի ունեցավ 96 թվականին եւ ըստ էության այն մանդատը, որ ստացել էր հանրության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականին, այդ նույն մանդատը չստացավ 96 թվականին եւ այստեղ կատարվեց հենց այդ ապականումը կառավարման ձևի, այսինքն հանրությունը իր համար հասկացավ, որ լեգիտիմ չի, ինչպես որ նախկինում անցյալում, ասենք կառավարման ձևերի ժամանակ թագավորական իշխանությունը լեգիտիմ իշխանություն է, որը ամբողջ հանրությունը ընդունում է, բայց Իրանին չի ընդունում, լեգիտիմ չի նա իր բռնության միջոցով է կառավարում հանրությանը, մշտապես վախ ունենալով հանրությունից։ Եվ կարելի ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն կառավարման համակարգը իրենից արդեն ներկայացնում էր բռնապետություն, որը հանրությունը չէր ընդունում, չէր կարող ընդունել եւ ի վերջո պետք է ինչ-որ ժամանակահատված հետո ինչ-որ քաղաքական տրանսֆորմացիաների ենթարկվեր։ Եվ քանի որ ժամանակները շատ արագ են ընթանում ներկա տեխնիկական եւ տեխնոլոգիական այս ներկա զարգացվածության այս դարաշրջանում, բնական էր, որ երկար ժամանակ բռնապետությունը երկար ժամանակ չի կարող այնտեղ սերունդներով այդպես շարունակվել եւ այլն, կարելի է այդպիսի անալոգիա անել եւ դրանով բացատրել, թե ինչպես Հայաստանում ուրեմն որոշակի քչեր հավաքվեցին ազնվագույն ներկայացնելով որոշակի առաքինություններ, այսինքն ցուցադրելով նման խոսքը նրա մասին չի ներքուստ ինչպիսին էին իրենք, այլ ինչպես էին հանրային վստահությունը ձեռք բերում, հանրության մոտ ինչպիսի վստահություն էր ուրեմն լեգիտիմությունը, հանրային լեգիտիմությունը ինչպես էին ձեռք բերում, բերելով իրենց պատերազմական անցյալը, ռազմական ուրեմն գործողություններում մասնակցությունը, որոշակի կրթական ցենզը եւ այլն, այն ինչը որ լեգիտիմացում էր իրենց որպես քաղաքական գործիչներ եւ այդ խումբը տապալեց Լևոն Տեր-Պետրոսյանին որպես բռնապետի եւ երկրում հաստատեց որոշակի ազնվապետություն, այդպես ասած, խոսքը նմանության մասին է, նորից եմ կրկնում, ընդհանուր միտումն եմ ասում քաղաքագիտական, ոչ թե որ բնական է, իրապես ժողովրդավարության մասին խոսք գնալ չի կարող եւ այլ, ես ընդհանուր միտումն եմ ասում։ Եվ դա այդ քչերի իշխանությունը ինչ որ ժամանակ հետո այդպես ազնվապետությունը շարունակվեց, բայց այդտեղ չարաշահվեց արդեն այն հենքը, ինչի վրա նրանք եկել էին, Ղարաբաղյան պատերազմը, եւ Հայաստանում կամաց ուրեմն գնաց ապականման մի փուլ, որտեղ ռազմական օլիգարխիան կամաց սկսեց բարձրանալ վերև եւ ռազմական օլիգարխիա ասածով բոլոր պատերազմի այն մասնակիցները, որոնք ուրեմն որոշակի դերակատարում էին ունեցել պատերազմի շրջանում, միգուցե եւ վատ առնվել էին եւ ռազմական օլիգարխիան նաեւ այդպիսի դեմքեր միջև այսօր քրեաօլիգարխիային տված այդպիսի դեմքեր ունի, ուրեմն բայց նրանք այդ հողի վրա կարողացան չարաշահելով իրենց մասնակցության փաստը պատերազմում կարողացան առաջ գալ եւ ընդհանուր ուրեմն ազնվապետությունը, կոպիտ ասած ազնվապետությունը վերափոխվեց ուրեմն ռազմական օլիգարխիայի, արդեն ուրեմն Վազգեն Սարգսյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի միջոցով, նաև Սերժ Սարգսյանի միջոցով եւ այլն, այդ նույն ուրեմն քաղաքական դեմքերի միջոցով։ Հետագայում հոկտեմբերի 27 տեղի ունեցավ եւ այլն, որը ցույց տվեց նաեւ որոշակի ճգնաժամը, ռազմական օլիգարխիայի ճգնաժամը, իր դիկտատի նաեւ ճգնաժամը, հետո եւ դրա հենքի վրա կազմավորվեց նորից ուրեմն ռազմական օլիգարխիան իր տեղը զիջեց քրեաօլիգարխիային եւ մենք հիշում ենք արդեն 2000-ական թվականների սկզբին ինչպես քրեաօլիգարխիան ձևավորվեց ընդհանրապես եւ Անդրանիկ Մարգարյանի դերակատարությունը, Ռոբերտ Քոչարյանի ընդհանրապես ուրեմն անգլիական թագուհու դերից դուրս գալու եւ այդ ընդհանուր քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայր դառնալու
ուրեմն այդ ամբողջ գործընթացը եւ ըստ էության մենք 2000-ական թվականներից ըստ էության 2003 թվականից որ հիմնավորապես որ հաստատվեց Հայաստանում քրեոլիգարխիկ համակարգը մինչեւ այսօր ապրում ենք հենց քրեոլիգարխիկ համակարգի մեջ այսինքն քչերի իշխանություն սխալ կառավարման ձևով որը ուղղված է ոչ թե ընդհանուր բարիքին համընդհանուր բարիքին համընդհանուրի շահին հանրության շահին այլ ուղղված է իր այդ փոքր շրջանակի նյութական շահի բավարարմանը, նյութական ուրեմն իր մղումների վերարտադրմանը եւ այդ դրանով էլ առաջնորդվել է այս ամբողջ process-ը Հայաստանում վերջի ուրեմն ինչքան 20 տարվա ընթացքում այդպես էլ առաջնորդվել է։ Փաստորեն եւ մենք հիմա իրադարձություններից հետո նկատում ենք, որ Հայաստանում հաստատված այդ քրեաօլիգարխիկ համակարգը սկսել է ակնհայտ ճաքեր տալ, որովհետև սովորաբար խմբիշխանական համակարգերին խմբիշխանությանը բնորոշ գծերից մեկն այն է, որ բոլոր ֆունդամենտալ որոշումները կայացվում են ըստ էության կուլիսների ետևում։ Երբ որ խմբիշխանության պայմաններում ֆունդամենտալ որոշումների կայացումը դուրս է գալիս կուլիսներից եւ դառնում հասարակության սեփականություն, նման կերպ, ինչպեսին որ մենք տեսանք Սերժ Սարգսյանի ելույթից հետո, դա նշանակում է, որ այդ խմբիշխանությունն արդեն կանգնել է ներքին ճգնաժամի առջև։ Միանշանակ կարելի ասել, որ հիմա ճգնաժամի մեջ է քրեոլիգարխիան եւ Սերժ Սարգսյանի ելույթով ըստ էության քրեոլիգարխիկ պայմանագիրը առոչինչ դարձավ։ Ուրեմն կտրվեց քրեոլիգարխիկ պայմանագիրը։ Մենք այն ինչ որ ասում ենք օլիգարխիկ համակարգ, դա որոշակի օրենքներ է ենթադրում իր մեջ։ Օրենքներ, որոնք սրբազնացված ձևով պահպանվում են կողմերի կողմից, պահպանվում են, բայց պետության օրենքը, իրական օրենքը, օրենսդրական համակարգ, օրենսդրությունը ուղղվում է որպես հանրությանը ճզմելու գործիք, սահմանադրությունը օգտագործվում է որպես հանրությանը ստիպելու։ Այսինքն քրեոլիգարխիկ պայմանագիրը որպես առանձին մի բաղադրիչ, որտեղ որ իրենց մեջ բաժանել են արդեն իրենց գործառույթները, քվոտավորված է տարածական եւ ֆունկցիոնալ առումով ամբողջ հանրապետությունը եւ դա տեսել ենք մենք 20 տարի այս երկիրը ուրեմն տարածական առումով բաժանված է քրեոլիգարխիայի միջև, ասենք Սյունիքը Լիսկային, չգիտեմ Մալացի Սեբաստիան համայնքը Լֆիկին, Ավանը Նեմեցին եւ այլն Գյումրին ուրեմն Վարդանիկին, Էջմիածին Մանվելին եւ այլն այդպես Իսկ դա ֆեոդալական նույն համակարգն է որ դրա հիմա ես ֆեոդալական էլ կասեմ, որովհետեւ քրեոլիգարխիկ համակարգը իր ֆեոդալական տարրերով որտեղ որ ֆեոդը տարածքը եւ ճորտատիրական այդ համակարգը շատ մեծ դերակատարություն են ունեցել։ Իհարկե նմանության մասին էլի պիտի խոսենք։ Բայց այդ ճգնաժամը նաեւ դրանով է պայմանավորված, որովհետեւ տնտեսությունը հիմնված չի արտադրության վրա։ Արտադրությունը, այսինքն կապիտալիստական որևէ հարաբերություններ այստեղ չկան, այստեղ կա ուրեմն զուտ հողի բարիքից օգտվելու, այսինքն ֆեոդալական որոշակի ուրեմն կառուցակարգ, հիմնված ճորտատիրական ուրեմն կառավարման ձևի վրա, հարաբերությունների վրա, որտեղ դեղյակներ ենք տեսնում, վիլաներ ենք տեսնում, հեկտարներով հողեր ենք տեսնում, պալատներ ենք տեսնում եւ մարդկային այնպիսի հարաբերություններ, որտեղ ուրեմն մարդիկ իրենց այսօր ովքեր քաղաքային բնակչությունը միգուցե չգիտի, բայց գյուղական բնակչությունը, եթե ինձ նայում է, շատ լավ գիտի ինչ է կատարում գյուղում։ Այնտեղ իրենք իրենց հողերը վաճառում են, որպեսզի կարողանան գոյությունը պահպանել, գնում են օլիգարխները, այն ամենաանտիր հողերը, ջրովի հողերը եւ այլն, բոլորը այդպիսի շերտավորումը գնացել է արդեն 10-15 տարի այդ բանը գնացել է, այդ process-ը գնացել է։ Ուրեմն տեղի հնարավոր, ասենք նյութական կարողություններ ունեցողները, իսկ ավելի վերև միջև որ օլիգարխ է այդ շերտավորումը, որովհետեւ ֆեոդալական համակարգը ինքն էլ էր ենթադրում շերտավորում, սենյոր եւ այլն, այդ իր համակարգի մեջ նաև գյուղացիների մեջ կային շերտավորում, թվանիկներ եւ այլն, եթե ֆեոդալական բոլոր տերմիններով խոսենք, եւ այդ շերտավորումը բնական կարգավորումների է գնացել տարիների ընթացքում, բայց ամենաանտիրները հեկտարներով վերցվել է, այսինքն այդ տարածական քվոտավորված վիճակով վերցվել են օլիգարխները, այսօր
հազարավոր հեկտարների են տիրապետում իրենք ամբողջ հանրապետությունով մեկ։ Ես տեղյակ եմ, ես ինքս ապրում եմ գյուղում, տեղյակ եմ թե ինչ է կատարվում, ասենք մեր գյուղում կամ շրջագայելով հանրապետության տարբեր մասերով տեսնում ես այդ ամեն ինչը ինչպես է շերտավորում գնացել։ Եվ գամ նաև մյուս ուրեմն բանին ճյուղային քվոտավորմանը, քանի որ ոլորտներ են բան, բայց սա արդեն առևտրի հետ է կապված։ Եթե նա հողի հետ է կապված, սա առևտրի հետ է կապված, արտադրություն չկա։ Առևտուր եւ մաքս այսինքն ինչ է բերվում Հայաստան եւ արդեն քվոտավորվում է թե որ ուրեմն օլիգարխին շաքարավազի ներկրում, չգիտեմ, բանանի ներկրում, չգիտեմ, եւ այլն, բրինձ, ծավալ, եսին, բենզինի ներկրում, այսինքն քվոտավորվում է առևտուրը, որովհետեւ սա ամենահեշտ ուրեմն բանն է, տնտեսության կառուցման ձևն է։ Այսինքն սրանք նստեն, ոչինչ չանեն, սա է ենթադրում բան։ Եվ հիմնվեն միայն ֆիոդի տված բարիքների վրա եւ առևտրի տված բարիքների վրա փորձել հա կուտակել, բայց դա գալիս է մի որոշակի փուլ, երբ որ արդեն չի բավարարում նյութական այդ կարիքների սեփական կարիքների եւ խնդիր է առաջանում ճգնաժամ, սա մեկ կողմից եւ մյուսը արդեն աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում, որովհետեւ մենք ինչ որ խոսում ենք անցյալի մասին որպես կառավարման ձևեր, խառը կառավարման ձևեր, մենք կարող ենք խոսել, որ խառը կառավարման ձևերը այդ բնական օրինաչ բանով, միտումներով կարող է մի ճիշտ ձևից անցնի հետո իր սխալ ձևը, հետո մյուս, այսինքն մեկի իշխանությունից քչերի իշխանություն, հետո շատերի իշխանություն, բայց պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, որ բոլորովին ուրիշ կառավարման համակարգ է եկել եւ դա պայմանավորված է եղել խառը կառավարման ձևով եւ արտաքին պայմաններով, արտաքին հանգամանքներով։ Այսօր թե բնականից արդեն քրեաօլիգարխիկ համակարգը իր ճգնաժամի մեջ է այդ իր նոր միջնադարյան կառուցաձևով ելնելով դրանից, այսինքն երբ որ արտադրություն չկա եւ նյութական բարիքի ուրեմն սոցիալական շերտերն են անընդհատ սնանկանում մեծանում է ճնշումը եւ նաեւ արտաքին ուրեմն ճնշումների պատճառով, որտեղ որ ընդհանուր աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական բանը որոշված է դեմոկրատիան որպես կառավարման ձև, բայց կան որոշակի ուրեմն պետություններ, որոնք ուրեմն կեղծիքը բերում են առաջին պլան, ստեղծում են իբր թե իրենք ժողովրդավարական երկրներ են, բայց իրականում իրենք քրեաօլիգարխիկ երկրներ են, գողապետություն եւ այլն։ Այս ճգնաժամի արդյունքում իհայտ է գալիս որոշակի մի ժամանակահատված, երբ որ գալիս է արդեն փոխելու ժամանակահատվածը։ Տեսեք, պարոն Սարյան, հայկական օլիգարխիայի, քրեաօլիգարխիայի առանձնահատկություններից մեկը, որը իհարկե ոչ միայն հենց մեզ բնորոշ է, այլ ընդհանրապես նաև կան նաև ներկայիս շատ երկրներ եւ պատմության ընթացքում, այն է, որ օլիգարխիան Հայաստանում ոչ միայն ունի լծակներ քաղաքականությանը միջամտելու, քաղաքականությունը ուղղորդելու, այլ օլիգարխիան ինքը հենց իրականացնում է քաղաքականությունը, այսինքն օլիգարխները ոչ թե պարզապես ֆինանսավորում են քաղաքականությունը, այլ հենց իրենք զբաղեցնում են պետական պաշտոններ եւ իրենք հենց իրականացնում են դա հենց Հայաստանի կառավարման համակարգն է։ Դե տեսեք, օրինակ նույն Միացյալ Նահանգներում օլիգարխիկ գոյություն ունի այդ օլիգարխիկ համակարգը իդեպ 3 երբ որ Արմեն Աշոտյանը հարցազրույցի ժամանակ ասաց կատվի մասին, այդ չաղկատուների, բայց այնտեղ նա դա նույն բանի մասին չէ, որովհետև չաղկատուները նրանք ֆինանսավորում են լոբիստական, այսինքն նրանք ոչ թե մասնակցում են որպես կուսակցության ղեկավարներ եւ որպես իշխանության իրականացնող, այլ ֆինանսավորում են։ Հիմա Հայաստանում փաստորեն չաղկատուները ոչ միայն ֆինանսավորում են, այլ մասնակցում են եւ այդ չաղկատուները բոլոր կուսակցություններում կան։ Ի տարբերություն բոլոր այդ որ մենք խոսում ենք ժողովրդավարության ուրեմն կառավարման ձևով առաջնորդվող առանձին պետություններում կան օլիգարխիկ շրջանակներ, իրենց շահերը առաջ մղող եւ այլն, դա բնական է, բայց Հայաստանում հենց քրեաօլիգարխիան է կառավարում, իշխում, այսինքն չել կառավարում, իշխում է նա, եւ դա իշխում է իր քրեաօլիգարխիկ պայմանագրի վրա, այսինքն իրենք չեն թաքցնում դա, իրենք ներկայացված են ազգային ժողովում, իրենք ներկայացված են կառավարությունում, իրենք ներկայացված են պետության գործադիր օրենսդիր դատական մարմիններում, իրենց կերպարով
այնպես որ այստեղ խոսքը նրա մասին չի, որ չաղկատուներ կան եւ լոբիստական ինչ որ իրեն շահերը առաջ են ողում, այլ հենց իրենք կառավարում են եւ այդ կառավարումը կատարվում է քրեոլիգարխիկ պայմանագրի հիման վրա, որտեղ բաժանված է ամեն ինչ, այսինքն այդ բաժանված է ամեն մեկի գործառույթը, բոլորը գիտեն, որ սահմանը չի կարելի անցնել, այդ սահմանը գծված է։ Խնդիրը, որ Սերժ Սարգսյանի ելույթով անցում կատարվեց քրեոլիգարխիկ պայմանագրի, սահմանը անցում կատարվեց, այն պայմանավորվածությունները, որ արդեն 20 տարի կային, իրար միջև բաժանված հստակ ոլորտներով եւ այլն, ոչնչացվեց այդ պայմանագիրը եւ այսօր քրեոլիգարխիան խնդիր ունի որոշելու ով է ճիշտ, ով է սխալ։ Խնդիր ունի որոշելու ով է խախտումը կատարել, Սերժ Սարգսյանն է խախտումը կատարել, թե Սերժ Սարգսյանը ներկայացնում է, որ քրեոլիգարխիկ պայմանագիրը խախտումը կատարել է պայմանագրի կողմերից մեկը Դոդիկագոն, ասենք, եւ դրա համար պետք է իրեն պատժել եւ քրեոլիգարխիայի մնացած, ասենք, ներկայացուցիչները հավաքվում են բոլորով եւ գնում են պատժելու։ Ընդհանրապես մենք գիտենք, որ քրեոլիգարխիան հավաքվում էր, ասենք, թե իր Դուբայում, Մոսկվայում, պայմանագրի կողմերը եւ քննարկում են եւ այլն, ասենք, կա որոշակի խլարտում։ Հիմա ինչպես որոշել ով է սխալ, ով է ճիշտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի ուրեմն դիրքերը ավելի նախընտրելի են այս պահին, որովհետև կան ուժային լծակներ, որոնք այս պահին նա փորձում է այդ դրանց միջոցով, այսինքն ոստիկանության եւ բանակի միջոցով, այդ խնդիրները ուրեմն իր քրեոլիգարխիկ պայմանագրում պայմանագրի խախտումը վերագրել մյուս կողմին։ Մենք կարող ենք ասել, որ այս քրեոլիգարխիկ համակարգի ճգնաժամը իրական հնարավորություններ են ձեռում հասարակության ժողովրդի համար, որպեսզի հենց այս համակարգի վերջը սկսի տալ։ Նույն հենց նույն պատմական այդ քաղաքագիտական ցիկլի։ Ես ուզում եմ ուրեմն նախ անցնեմ, որ քրեոլիգարխիկ համակարգը ինքը իր ձեռքով երբեք ժողովրդավարություն չի կառուցում, հնարավոր չի, դա անհնար բան է։ Այն ինչ որ կատարվում է, դա իր ճգնաժամն է, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարությունը կամ ընդհանրապես եթե նույն գնանք անալոգիայով, ասենք մոտենանք հարցին, ժողովուրդը ինքը պետք է ոտի կանգնի եւ ինքը պետք է տապալի, բայց այստեղ խնդիրը իր մեջում եղող դասավորությունների փոփոխության կամ իր մեջում պայմանագրի խախտման մասին է խոսքը եւ կարելի է քննարկել թե ինչու այս ճգնաժամը ինչու այսքան խորացավ եւ ինչով էր պայմանավորված այս խախտման բանը։ Ես գտնում եմ դա աշխարհակաղակական փոփոխություններով էր պայմանավորված։ Ես գտնում եմ որ սա նոր աշխարհակաղակական դասավորություններով պայմանավորված որ Սերժը գնում է Սերժ Սարգսյանը գնում է այս քայլին եւ իզուր չի որ իրենք մեջ են բերում ինչպես են ներկայացնում, ասում են, սա քաղաքական պատճառներ չի, սա քաղաքակրթական պատճառներով է։ Երեկաշությանի ելույթը, նաև Սերժ Սարգսյանի, ուրեմն ելույթը հիմնական եւ իրենք հենց խնդիրը դնում են քրեոլիգարխիայի, ուրեմն քաղաքակրթորեն ժամանակավրեպությունը քրեոլիգարխիայի ընդհանրապես օլիգարխիկ համակարգի, բայց բոլորս հասկանում ենք, որ դա չեք կարծում, որ դա շղարշն է, ոչ թե իրականությունը։ Ես գտնում եմ իրենց արժև դրված է այդ խնդիրը, կոնկրետ Սերժ Սարգսյանի կամ ընդհանրապես այս ճգնաժամից ինքը դուրս չի գալիս, ամբողջ քրեոլիգարխիան, կամ ստիպված է գնալ արտաքին ճնշումներին եւ եւս ասենք մի ցույց տալ կամ փորձել ուրեմն բավարարել արտաքին ուժերի ուրեմն պահանջը այստեղ մոնոպոլիան օլիգոպոլիան վերացնելու հետ կապված այսինքն իմ կարծիքով թե ներքին խնդիրները ասենք այնպես են արդեն մենք գիտենք հիմնադիր խորհրդարանի ի հայտ գալը եւ իր ասենք գործունեությունը որը խանգարում է եւ այստեղ չես կարող չէ բերել այնպես փաստարկներ թե ասենք Ժիրայր Սեֆիլյանը եւ ընդհանրապես մնացածը ինչ որ առաքինություններ չունեն ուղղված է նրանց գործունեությունը եւ փորձեցին Ղարաբաղում ցույց տալ թե ինչպիսի վատ ուրեմն նպատակներ էր հետապնդում սահմանը թույլաtsնել, զինվորներին բերել Հայաստան, բայց դա չաշխատեց։ Դա պատտվեց իրենց դեմ
Եվ հիմա ասենք թե այդ վտանգը ներսից էլ կա, այն վտանգը, որ իսկապես դեմոկրատիա կարող է հաստատվել, երբ որ ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն հաստատվել, ինչ որ շրջանակների միջոցով, բայց որոնք դուրս են քրեաօլիգարխիկ շրջանակից, կարմիր գիծ կա, եւ դա ներքին ճնշումն է եւ կա արտաքին ճնշում աշխարհաքաղաքական տեղաշարժերով պայմանավորված, մենք տեսնում ենք արևմուտքի ուրեմն ինտենսիվ առաջընթացը եւ Ռուսաստանի ներփակվելը իր սահմանների մեջ եւ այդ ընդհանուր դասավորության մեջ տեսնում ենք նաև ամերիկյան քաղաքականությունը նաև հարավային Կովկասում վերջին ժամանակները, որը բնականն եմ ես դիտում, որ պետք է ուրեմն ստեղ կառավարման ձևերի վրա էլ ազդի եւ այդ կառավարման ձևերի հետ կապված պետք է ժամանակավրեպ չլինի, իսկ քրեաօլիգարխիկ համակարգը ժամանակավրեպ է դառնում եւ ինքը իր կաշին փրկելու համար միգուցե ստիպված է արդեն հիմնվելով ոստիկանության բանակի վրա արդեն խնդիր լուծի քրեաօլիգարխիայի այդ օլիգոպոլիայից ձեռքբազատելու եւ ցույց տալու, որ ինքը ժամանակ քաղաքակրթական լուծումը տալիս է, այսինքն ժամանակների հետ համահունչ է գնում։ Որքանով դա կհամոզի արտաքին աշխարհին եւ այդ արտաքին արդյոք կան որոշակի պայմանավորություններ, թե ինքն է առաջ ընկած դա անում, դա ասենք քննարկելի թեմա է։ Ես չեմ կարող դրա այդ հարցի պատասխանը տալ հիմա։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ այսօր Ագուրայում հյուրընկալվելու համար եւ այսպես արդեն քանի օր է Հայաստանի քաղաքական դաշտը այսպես ալեկոծվում է Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք պիտի քաղաքական դաշտը վերադարձնենք քաղաքական գործիչներին, որ պետք է մենք այն մաքրենք ֆեոդալական մնացորդներից իհարկե Սերժ Սարգսյանը խոսեց միայն մեդալի մի կողմի մասին, իսկ հետո Գագիկ Ծառուկյանը ասաց, որ մենք պետք է պայքարենք որպեսզի փոխենք Հայաստանի իշխանությունը եւ փակենք մեր պատմության այս անփառունակեջը եւ մեզ մնում է ընդամենը երկու կողմին էլ մաղթել հաջողություն։ Շնորհակալություն։